Հիմա մեր եթերում էլ է ժամանակը մի քիչ սկսելու արագ հոսել, որովհետև երբ մենք մտովի գոնե սկսում ենք պատկերացնել ու պատրաստվել այդ համեղ պահին, ժամանակը սկսում է շատ արագ հոսել։ Մենք ներկայացնում ենք շատ հետաքրքիր մի անձնավորության, նա Փեփրոնե Բադալյանն է, ով այսօր մեզ առաջարկելու է երևի շատ թեթև արագ պատրաստվող աղցանի բաղադրատոմս։ Բարի լույս, սիրելի Փեփրոնե։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում եւ միանգամից ուզում ենք իմանալ ինչ ենք պատրաստելու։ Այսօր շատ թեթև, բայց շատ համեղ աղցան ենք պատրաստելու, թարխունով, ինձ թվում է գարնանային տրամադրություն է բոլորիս մոտ, եփած շատ ջերմային մշակման ենթարկված ուտելիքներից փորձում ենք մի քիչ արդեն հեռանալ եւ մտնել դեպի գարուն ամառ ճաշացանք, եթե այդպես կարելի է արտահայտել։ Դե խոհանոցում էլ է, չէ՞, հավաքածու լինում գարուն ամառ։ Այո։ Եվ հիմա գարնանային ամենայն ինձ թվում է հաճելի ու թեթև կանաչներից մեկը, երևի թե նաեւ ազգային թարխունը կօգտագործենք հետաքրքիր մի աղցանի պատրաստման գործում, շատ արագ է պատրաստվում, բայց հավատացնում եմ, որ ռեստորանային մակարդակի թեթև եւ համեղ համ ենք ստանալու։ Դե բարձմթերքների գաղտնիքը դրանց համադրության մեջ է։ Այո, համերը շատ լավ իդեալական իրար հետ համադրվում են։ Ինձ ուղղակի պետք է սկսել արդեն թարխունը մաքրել, մեզ պետք է լինելու մի կապ երևի կամ 2 կապ թարխուն, ուղղակի արագ էսպես պետք է կոշտ մասը հեռացնենք եւ ավելացնենք մի քանի թեթև էլի պարզ բաղադրիչ, որոնցից մեկը այծի կամ ֆետա պանիրն է։ Ես իհարկե խորհուրդ կտամ փորձել այծի պանիրով, դա մի առանձնահատուկ համային հրավառություն է, բայց ֆետան նույնպես ինձ թվում է էլի կսազի։ Կարևորը շատ աղի պանիր չվերցնենք։ Եվ մի բան էլ ավելացնեմ, այս աղցանը ինձ թվում է շատերին ծանոթ կլինի, որովհետեւ չորալոլիկով տարբերակը երևի թե համարձակվեմ պնդել, որ սա իմ իմպրովիզացիան է, բայց կա հայտնի աղցան, չեք հավատա ինչ բաղադրիչով։ Հապա։ Խաղով։ Խաղով։ Այո, այս նույն աղցանը, բայց խաղով եւ նույնիսկ ես վերջերս ծանոթացա մեկ այլ տարբերակի ձմերուկով, երբ ձմերուկի սեզոնը կբացվի։ Դե պատկերացնում եք, չէ՞, թարխունի եւ ձմերուկի համադրություն իսկապես համային հրավառություն է։ Դե խաղող պանիր, ձմերուկ պանիր շատերի ամենասիրելի բաղադրատոմսն է, շատ հայկական եւ ամառային պանիր եւ մրգեր։ Այսինքն խաղող ավելանում է այս ամենին, լոլիկի ճիր, քացախ, զիթայի։ Փոխարինում ենք։ Փոխարինում ենք, այո։ Լոլիկի ճրի փոխարեն կավելացնենք թարմ միայն խաղող կամ թարմ կտրատած, նոր կտրատած թարմը երևի այդքան էլ ճիշտ չի ասել, ձմերուկ։ Բայց շատ համեղ կլինի, պատկերացնում եմ։ Թվում է պանիր ձմերուկ համադրությունը շատերին է ծանոթ։ Այն շոկի ժամանակ երբ որ այդ ազգային համադրություններից մեկը, չէ՞, ամեն դեպքում։ Իսկ եթե ես ստեղծագործեի այս բաղադրատոմսի շրջանակներում, ապա պարզապես կողքից կխաշեի նաև ձու, թարխունը ամեն դեպքում, հա։ Կկեղևազատեի ձուն եւ պարզապես կկտրատեի կողքից որպես շատ ավելի սպիտակուցներով հարուստ ծնունդ, գուցե լրացներ համային ամբողջ բույրը։ Ինչ կարծիքի եք։ Փեփրոնե ընդունում ենք այս տարբերակը։ Ընդունում ենք միանշանակ, որովհետև ես առհասարակ գիտակից ապրելակերպի եւ բալանսավորված սննդի մեծ ջատագով եմ ու կարծում եմ, որ ձուն շատ կարևոր բաղադրիչ է ճիշտ սնվող մարդկանց համար։ Ինչքան էլ երբեմն միֆեր կան, որ չգիտեմ, չափազանց օգտագործումը կարող է վնաս հասցնել, բայց հիմա արդեն գիտությունը այնքան է զարգացել, որ ապացուցել է, որ եթե դուք առողջ մարդ եք, հաստատ ձվից վախենալ պետք չէ եւ կարելի է նույնիսկ ամեն օր։ Գիտես ինչ եմ նկատել, ձուն այն եզակի մթերքներից մեկն է, որ եթե փորձես այն չարաշահել, միևնույն է չի ստացվի, որովհետև օրգանիզմդ դա թույլ չի տալիս, որովհետև երբ հագենում ես ձվի պաշար ընդունելով, մի տեսակ չի թելադրում օրգանիզմդ, որ այ մի հատ էլ կուտեի, մի հատ էլ, եւս մեկը, պարզապես հագենում ես ու վերջ։ Ես համենայնդեպս ունեմ այդ տպավորությունը ու շատերի կողմից եմ լսել, որ մարդիկ կան 2 կամ 3 հաշածու առավոտյան ուտում են ու հետո 4-րդ օրն դու պատկերացնում ես թե չէ։
Լավ մարզվելուց հետո այո, ինչու ոչ։ Հետո դու խաշած տարբերակով ես հաշվում, բայց եթե օրինակ ծվածեղային ավելի մոտեցմամբ սպառես, ինձ թվում է այդքան չես զգա տարբերությունը 3-ի, 4-ի կամ 5-ի։ Հագուցե եթե համադրենք հատկապես լոլիկը եւ այլն, դե ծվածեղի գիտես հազարավոր տեսակներ։ Բայց մի կարևոր առումով վստահաբար ճիշտ ես եւ ես իմ փորձով էլ կարող եմ փաստել, որ շատ ավելի երկար է հագեցած պահում քեզ, երբ նախաճաշում կա ձու։ Այո, այո։ Այո, ձվի մեջ մեզ անհրաժեշտ բոլոր ամինաթթուները պարունակվում են եւ քանի որ սպիտակուցով է հարուստ, բնականաբար մեզ բավականին երկար ժամանակ հագեցած է պահում։ Իհարկե, էլի երևի ավելացնեմ, որ ճիշտ է բալանսավորված, այսինքն ածխաջրեր օգտագործել ճիշտ քանակի եւ չվախենալ հացից, եթե ճիշտ քանակի է բջջանյութ օգտագործել, օրինակ տարբեր աղցաններ, բանջարեղենի տեսքով եւ այլն, եւ այդ ամեն ինչի համադրությունը մեզ կտա երկար ժամանակ, 3-ից 4 ժամ նախաճաշից հետո հագեցածության զգացողություն եւ ամենակարևորը մենք հետո շատ չենք ուտի, որպեսզի քաշավակենք։ Դրա ամբողջ իմաստը դա է։ Այո, եւ իրականում մենք մեր զրույցը սկսեցինք թեթևության մասին խոսելով, որ երբեմն իսկապես թեկուս կանաչիով կամ ավելի քիչ բաղադրիչներով, թեթև սնունդը ընդունելով մենք կարողանում ենք բալանսավորել նաև մեր կյանքը, չէ՞, որովհետև երևի թե նաև սննդընդունման տեսանկյունից էլ մեր կյանքը պիտի լինի փուլային անցումներով, ծանր, թեթև, համաձայնեք Փետրոնե։ Ես առհասարակ բալանսի կողմնակից եմ եւ չեմ սիրում որևէ բան ծայրահեղացնել։ Ինձ թվում է առհասարակ առողջ մոտեցումը կյանքին, ոչ միայն սնունդին, հենց բալանսի մեջ է։ Այո, սերի얼 սայտողներ, կարգապահությունը բացի, հենց Փետրոնեն սկսեց խոսել, ես հիշեցի, որ իրականում վաղուց եմ իրեն հետևում թվային տիրույթում, Instagram-ում, մեզ էլ կարող եք այնտեղ հետևել իդեպ Փետրոնից բացի եւ ինչ ես նկատել։ Արդյոք բաց չթողնենք, հա, հիշեցնելու եւ նկատել եմ, որ Փետրոնեն իսկապես ոչ միայն սննդի առումով, այլև ընդհանրապես իր կյանքում շատ կարեւորում եւ արժեվորում է բալանսավորումը, բալանսավորված ապրելը եւ բնականաբար դա վերաբերում է ոչ միայն որոշելուն թե օրինակ ինչ ես ուտում եւ ինչպես ես ուտում, որովհետեւ ֆուդ բլոգերների դեպքում մենք շատ ենք չէ կենտրոնանում միշտ հենց բաղադրիչների, բաղադրատոմսերի, սնունդի վրա, բայց իր դեպքում դա նաեւ վերաբերում է կյանքին ու հետաքրքիր է Փետրոնե սնունդը օգնում է այդ մտածողությանը հանգել, թե ոչ։ Եթե սնունդը դիտարկենք ուղղակի որպես հաճույքի աղբյուր, ոչ, բայց եկեք սնունդը դիտարկենք որպես մեր մարմինը սնուցող ու մեզ էներգիա եւ ուժ տվող գործիք եւ եթե այդ տեսանկյունից ենք նայում, միանշանակ սնունդը առողջ եւ գիտակից ապրելակերպի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, ինչպես նաեւ ֆիզիկական ակտիվությունը։ Բայց մի համոզմունք կա ամենայն դեպս, որ դե մենք կյանքում ունենք, չէ, փոքրիկ չարաճճիներ, չի կարելիներ, որոնք անդադար մեզ անհանգստացնում են, մեզ հանգիստ չեն թողնում եւ որքան էլ որ փորձենք բալանսավորել եւ առողջ սնվել բոլոր սպիտակուցային, ածխաջրային եւ ճարպային զանգվածները հաշվի առնելով, այսպես բարեկեցիկ առողջ ապրելակերպով ապրել, բայց միևնույն է նաեւ ըստիս պետք է բալանսավորել չի կարելիների եւ կարելիների համադրությունը։ Դե դա էլ է, չէ՞, մեզ օգնում մենթալ առումով առողջ մնալ։ Ես այստեղ երևի ինչպես ասում են։ Այո, 80-20 սկզբունքին չգիտեմ ովքեր են ծանոթ, դա հենց իրականում ոչ միայն բիզնեսի կամ տարբեր այլ ոլորտների է վերաբերվում, այլ նաև հենց այդ մոտեցմանը, որ օրինակ կարող ես հենց այդ cheat day-երը կամ չարաճճիություններ սննդային անելու պահերը պահել այդ 80-20 համադրության մեջ, այսինքն 80%-ով դու առողջ ես սնվում, բայց եթե լինում են պահեր, որ դու ուզում ես մի փոքր քաղցրիկ կամ չգիտեմ, fast food, այո, որովհետև իսկ 80-ը շաբաթվա թե ամսվա կտրվածքով ժամանակին օրվանից ճիշտ կդասակարգվում։ Բայց Համլետ օրվա մեջ 20-80-ը բավական գրավական է չարաճճիություններին տրվելու։ Դե լավ, բայց 80%-ը չէ, լուրջ թիվ է, պատկերացրու 80% ճիշտ ու առողջ ես սնվում եւ օրվա կտրվածքով օրինակ քեզ թույլ ես տալիս նաեւ մի քիչ։ Լավ համոզում ես, գիտես ինչ անենք,
Այսօր 20% օգտագործենք։ Իսկապես դա միայն սնունդին չի վերաբերում է բոլոր մեր վարքագծային ուղղություններին, որտեղ եւս կարելի է կիրառել 80-20-ի մոդելը։ Սա ինչ որ անուն ուներ այս մոդելը, Պարետոյի մոդել էր կոչվում։ Կարծեմ, հա ես ցավոք սրտի հիմա այդ գիրքը վաղուց եմ կարդացել, չեմ հիշի այն գիտնականին, ով որ առաջ է քաշել այդ պնդումը, բայց կյանքում կիրառելով հասկացել եմ, որ իրոք շատ կարևոր է մնալ մարդ, այսինքն ընդունել սեփական մարդեղությունը եւ անկատարությունը, բայց չհաշտվել, այսինքն չարդարացնել ինչ որ սխալներ, որ դե ես մարդ եմ, չգիտեմ, միշտ ձգտել ավելի լավին, բայց միևնույն ժամանակ ընդունել, որ մենք բոլորս մարդ ենք ու չենք կարող ամեն ինչ գրքային, իդեալական, չգիտեմ, ինչ որ ինստագրամային, եթե ուզեք իրականությամբ ապրել, այո, ու դա շատ կարևոր մոտեցում է մարդուն տալ, որ ըստիս այո, պետք է կոտրել այդ լարումը 20%-ով տրվելով գայթակղություններին։ Ուր հասանք մենք։ Մենք հասել ենք իրականում երկրորդ փուլին, ես չորալոլիկը ուղղակի մի փոքր չորացրեցի, մեր ձիթայուղի մեջ մարինացված էր, իրականում մեզ այստեղ շատ բան չի մնում անել, չորալոլիկը ավելացրեցի, հիմա հենց այսպես ձեռքով ջարդելու եմ մեր պանիրը, ամենա այն տնական հավես ձևով առանց ինչ որ ավելորդությունների հետևից ընկնելով եւ պատրաստելու եմ թանձրուկը։ Մեզ մոտ թանձրուկը լինելու է ընկուզային, ստանալու ենք էմուլսիայատիպ զանգված, երբ որ քացախը եւ ձիթայուղը իրար հետ լավ հարում ենք, հետաքրքիր էմուլսիայատիպ զանգված ենք ստանում եւ ավելացնելու ենք այս աղցանին ու ընդհանրապես այդ քայլն է մնացել, որպեսզի մեր համեղագույն աղցանը, ես նույնիսկ սիրում եմ այսպես, քանի որ ձեռնոցներով եմ հանգիստ կարող եմ սա անել, այսպես ձեռքով խառնել, ինչպես շեֆ խոհարարներն են անում։ Ես շատ եմ սիրում իրենց ազատությունը եւ համերը խառնելով եւ համեր ստանալու իրենց այդ հետաքրքիր ունակությունը, այո, որ ոչ մի ավելորդ բաների, ձևականությունների հետևից չեն ընկնում, բայց ստանում են շեֆ-դևորներ, որոնց իսկ ընկույզը մանրացնելու ենք, թե հենց այդպես։ Չէ, ընկույզը պետք է մանրացնենք, ասեմ ավելին, շատ լավ պետք է մանրացնենք։ Որը իր տեղը գտնելու է թանձրուկի մեջ։ Այո։ Ահա։ Այս թանձրուկը իրականում օգտագործվում է շատ աղցաններում եւ հատկապես վրացական աղցաններում, օրինակ պղպեղի դեպքում են օգտագործում են սմբուկի դեպքում, հենց այսպես լավ մանրեցնում են։ Լավ հիշեցրիք իրականում, այո, ընկույզի գլխավոր դերակատարման մասին վրացական խոհանոցում, այնտեղ նույնիսկ մեր գրեթե բոլորի համար սիրելի ամառային աղցանի մեջ, այո, կա թանձրուկ, ընկույզի հարուստ, այո, ներկայությամբ։ Այո, սա ուղղակի գաղտնիքը այն է, որ պետք է այնքան մանրեցնենք, որպեսզի յուղայնությունը մեր ընկույզի դուրս գա։ Ձեռքով մի փոքր ավելի երկար է, իսկ օրինակ հարիչով շատ ավելի արագ կարող է լինել, ուղղակի այնտեղ կարող է յուղը մի քիչ շատ ավելի դուրս գալ, քան պետք է։ Այդ բալանսի նորից մասին հիշենք, որ բալանսը շատ կարևոր է։ Այստեղ համի բալանսավորման մասին շատ կարևոր նկատառում է դա։ Իսկ այդ խրթանությունը պիտի պահպանվի, թե ոչ։ Փոքրինչ այո։ Փոքրինչ այո։ Այո։ Որովհետև պատկերացնում եմ, եթե պահպանենք, ինչքան լավ է համադրվելու պանրի եւ մյուս բաղադրիչների հետ։ Այո։ Այդ հիմա ընկույզն ենք մանրացնում, ես ակամայից հիշեցի այն միտքը, որը չգիտեմ համապատասխանում է իրականությանը թե ոչ, որ ընկույզը լիարժեք իր ողջ օգտակարությամբ կհանդիսանա մարդու համար, երբ այն ուտենք այն этаպում, երբ կանաչ է թաց ընկույզ, որ ասում են, այդ ընթացքում, որտեղ որ յոդի պարունակությունը շատ ավելին է, իսկ արդեն երբ որ պարզապես ընկնում է ծառից, մենք վերցնում ենք, կոտրում ենք, միջուկն ենք ուտում, էլի օգտակար է բնականաբար, բայց այն էֆեկտը չունի, ինչ որ դեռ իր դեռահասության տարիներին, դա այդպես է, թե ոչ։ Ընկույզների դեպքում թարմությունը բնականաբար կարծում եմ ցանկացած մթերքին է վերաբերվում, բայց ընկույզների դեպքում օրինակ օգտագործելուց խորհուրդ են տալիս թրջել գոնե մի քանի ժամ, որպեսզի ակտիվացնեն այդ օգտակար հատկությունները եւ հետո արդեն ըմբոշխնեն։
չգիտեմ ինչքանով հաճելի է համային առումով, օրինակ ես շատ եմ սիրում, երբ թեթև բոված է լինում, բայց ես վերջերս կարդացի, որ բովել չի կարելի։ Չի կարելի։ Նույն ձևով նաև նուշն են օգտագործում մարդիկ, երբ օրինակ գիշերը քնելուց առաջ կարող ենք նուշը ջրի մեջ թողնել, առավոտյան կեղավազատել եւ ուտել, ու իմիջիայլոց ինքսին փորձից ասեմ, շատ համեղ է, շատ։ Այո։ Դե նուշի կաթնել են այդպես պատրաստում իրականում կարելի է նաև սեփական ձեռքերով պատրաստել նուշի կաթ եւ վայելել այն առավոտյան սուրճի հետ։ Կարծես թե մենք արդեն ավարտում ենք թանձրուկը։ Ես հիմա արդեն կավարտեմ, կպատրաստեմ իմ թանձրուկը։ Մեզ ընդհանրապես ինչպես ասեցի, պետք է ձիթայուղ։ Այո, ավելացնում ենք մի փոքր, սա ամբողջությամբ ես չեմ ավելացնի, քացախ։ Էներգետիկ կամ ակտիվ շարժումներով, տեսեք, այդ էմուլսիայատիպ զանգվածն ենք ստանում։ Ու ինչքան իրականում լավ որակի է ձիթայուղը, այնքան ավելի թանձր է ստացվելու այս թանձրուկը։ Որակը կարող ենք Ոչ մի համեմունք, այստեղ պետք չի։ Աղը պանիրի միջոցով մենք ստացել ենք, այստեղ կավելացնեմ իմ ընկույզը։ Ինչ փեփրոն են կավարտի, դու նայել ես մի քանի օր առաջ մեր եթերը, երբ կան խելացի պատարագաղներ, որոնք աղի չափաբաժին են։ Ասեմ ավերի, մենք միասին էինք եթերում, Չեմ որովհետև խելացի պատարագաղների մասին ես էլ եմ Ոչ, ես մանայի հետ, մենք դրա շարունակության մասին ենք Գուցե այդ պատարագաղները արդեն աղն են կարգավորում, իմ դեպքում դրանք կարգավորում էին սննդընդունման չափաբաժինը։ Արդեն նաև ապահովում են աղի զգացողությունը, այո, նրանք ունեն ցուցիչներ, որի շնորհիվ դուք իբրև բավական հագեցված աղով ես սնվում, բայց արույթ ես, որ շատ քիչ են տեղ աղը։ Դե, բայց շատ օգտակար գործիք է։ Այո, ինձ թվում է ամեն դեպքում։ Տեսեք, դա շատ զարգացումներ։ Մեր գործողությունների ավարտին արդեն տեսնում ենք։ Ես ընդհանրապես մատուցաման կտեղափոխեմ մեր աղցանը եւ կարող ենք արդեն վայելել։ Շատ համեղ է բուրում։ Իսկապես պիտի վայելել։ Այո։ Ամենակարևորը առանց խղճի խայթի, առանց այդ ծանրության Սա զգացողության։ 80-ի մեջ է մտնում, սիրելի հեռուստադիտողներ, օրվա Բայց ինձ թվում է հաճույքի տեսանկյունից 20-ի մեջ է։ 20-ի մեջ է մտնում, 100-ի խոսքով, 100% բոլոր առումներով։ Այո, Թող բոլոր 20-ները այսպիսի 80-ներ լինեն։ այո։ Մտքեր, որ գալիս են քաղցած մարդու հոգեբան։ Վստահաբար։ Դրա համար պետք է շտապել, որ համտեսենք այս աղցանը։ Շնորհակալություն Փեփրոն, դուք տեսնեք Սիրով սիրելի ձեզ եմ հեռուստադիտողներ արդեն աղցանի վերջնական տեսքը Ինչքան գեղեցիկ է, այո։ մեզ անհամբերներից մնում է գնալ եւ փորձել ու գնահատել։ Շնորհակալություն եւս մեկ անգամ հայտնենք օրվա լավ շարունակություն։ Սա առավոտ լուսոն է, շարժվում ենք առաջ, միացեք մեզ։